Ժողովրդական կրկին երաշխիքի մասին։ Այդ մշուշոտ վիճելի թեման անորից, այս վերջերս ակտիվ քննարկվում։ Ուրեմն իմ խորին համոզմամբ, իմ սուբյեկտիվ ընկալմամբ կարող է սխալվում եմ, բայց ես ուղղակի համոզված եմ, որ այդ 80% դեպքերում այդ երաշխիքի համար, որ դուք ավել փող վճարում եք, դուք այդ փողը ջուն եք գցում, ժողովուրդ ջան։ Որտեղ նախ ճիշտ երաշխիքը ազնիվ արդար երաշխիքը ավտոյի բոլոր մասերի համար է, ոչ թե այս ինչ բանը երաշխիքի մեջ է, այն ինչ բանը երաշխիքի մեջ չի, ոչ։ Խադավոյից բռնած բատարեյկով վերջացրած, չգիտեմ, վերջի պլազմասից դետալից պրծած, ամեն ինչը full, պետք է երաշխիքի մեջ, եթե ձեզանից գանձում են $6,000, 5-ից $6,000 կամ $7,000 ավել գումար, քան այդ ավտոն արժի։ Ասենք եթե 10500, դες ուզում ենք 24500 ժողջան։ Ուրեմն full այդ ամեն ինչը պետք է երաշխիքի մեջ, ինվերտոր, ռեդուկտոր էլ չասեմ։ Եթե այդ երաշխիքի մեջ չի, դες խափում են նագլիով, ծնում են դες էշի տեղ։ Եթե $5,000 ավել փող են ուզում ու ինվերտոր, ռեդուկտորը երաշխիքի մեջ չի, իրենց թաթիկով արեք, ասեք դուք լավ չեք, գնացեք դες մոզից գցեք։ Հետո, եթե այդքան ավել գումար են ուզում $5,000, էլի, այդ երաշխիքը պետք է լինի նախ ամբողջական ավտոյի համար, full ծերից ծեր, ցանկացած դետալ, շարավո, բուշ, ամորտիզատոր, ինչ փչանա։ Ու էլի պետք է լինի ոչ թե ինչ ասեն սիմվոլիկ 2-3 կամ մի տարի։ Ատեղել են ձեզ դնում էշի տեղ ժողջան։ Եթե այդքան ավել գումար են գանձում, հա եթե 2000 են ավել գումար գանձել, օքեյ, կարող լինի մինչև 3 տարի համաձայն եմ, արդար է։ Բայց եթե $5,000 ավել գումար են գանձել, 5000 էլի, ասենք, բյուջետային ավտոյի համար, $20,000 ավտոյի համար։ Ու ասում են 3 տարի, դες փորձում են դնեն էշի տեղ, թաթիկով իրանց արեք։ Այդ դեպքում 5000 ավել տալու դեպքում երաշխիքը պետք է լինի 8 տարի։ 5-ից 8 լավ, մինիմում 8, որտեվ սովորաբար դեպքերի 98% դեպքերում ժողջան կամ 96 ավտոյի հետ մոտակա 1-2-3 տարին բան չի լինում, չի փչանում այդ մեքենան։ Այդ երաշխիքը մոտ դուք տալիս եք, հետո է փչանալու, ինքը արդեն երաշխիքի մեջ չի լինելու։ Այսինքն հետո էլ հարցը փչանա, թե առհասարակ, ասենք էլեկտրոմոբիլը փչանալու հավանականությունը մի քանի անգամ ցած է, քան թե բենզինայի մոտ, որտեվ ինքը այդքան դետալ չունի, ոնց որ բենզինայինը։ Մի հատ մարտկոցա, մի հատ ռեդուկտորա, մի հատ էլեկտրոմոտորը, մի հատ ինվերտորա, հա դրանք են։ Ինվերտոր ռեդուկտորն է ամենաթույլ տեղը էլեկտրոմոբիլի, կարող է փչանա, բայց դա կարող լինի, ասենք 3 տարի հետո, 4 տարի հետո։ Դա եթե երաշխիք, ուրեմն 5+ տարի, 5-ից 8։ Մենակ այդ դեպքում ժողովուրդ ջան արժի $5,000 ավել փող տալ ու ամբողջական մեքենայի համար ոչ թե խադավոն չի մտնում։ Ռեդուկտորը յուղը փոխելով մի խոսքով full երաշխիքային սպասարկում, եթե այդքան ավել փող են դեզայնից գանձում բյուջետային ավտոյի դեպքում, $20,000 ավտոյի դեպքում։ Եթե դա տեն չի, ինձ թաթիկով արեք, ձեզ էշի տեղ են դնում ժողովուրդ ջան։ Այդ երաշխիքը ուզում ասենց ինչ ուզում է լինի։ Մի գնացեք այդ երաշխիք բարի վրա, բա սպասարկում, երաշխիքային սպասարկում։ Մի հատ հələ իրանց հələ մի հատ թուղթ ուզեք իրանց, այդ ի՞նչն է մտնում այդ երաշխիքային սպասարկման մեջ։ Մտնում մարդիկ բարձրաբան են։ Եթե ռեդուկտորի մետր չի մտնում, իրանց թաթիկով արեք, իրանց ձեզ էշի տեղ են դնում։ Այդքան ավել գումար ինձ տակ $5,000 ու ռեդուկտոր ինվերտոր չմտնի, էդի ասենք թալանը օրը ցերեկով։ Ոչ ասեք, այտենց անբարեխիղճ ավտոներ կրողներին։ Ես համարում եմ իրանց անբարեխիղճ։ $2,000 դեպքում է, որ ռեդուկտորի ինվերտոր կարա չմտնի, հա, համաձայն եմ, ընդունում եմ։ Բայց 5-ի դեպքում $5,000 էլի, ասենք։ Մի հատ Opel-ի գին։ Պարտավոր է մտնի, եթե չի մտնում, իրանց թաթիկով արեք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ մի թողեք ձեզ խափեն, մի գնացեք այդ երաշխիքի վրա, դա շատ մշուշոտ, շատ վիճելի բան է։ Լիքը դեպքեր են եղել, որ ավտոն եղել է երաշխիքի մեջ խնդիր ա տվել, գնացել են, ասել են հաջողություն չենք սարքելու, ձեր մեղավորությունն է, կամ չի մտնում երաշխիքի մեջ։ Այդպես լիքը դեպքեր էլի, լիքը։ Դրա համար որ ասում են երաշխիք, դա հələ ոչ մի չի նշանակում, դա ֆուֆլը պրոստը բառ է, ուղղակի բառեր են։ Թող իրանք ապացուցեն գործի վրա 5-ից 8 տարի տալով ու ամբողջական ավտոյի երաշխիք, ոչ թե ինչ որ որոշ մասերի։ Խադավոն ներառյալ։ Full երաշխիք թող տան, հա, այդ ժամանակ թող $5-6,000 ավել փող գանձեն, եթե այդքան ավել ունեք տվեք։ Բայց հակառակ դեպքում ժողովուրդ ջան, 98% դեպքերում մեքենան չի փչանում։ Մոտակա 3-4 տարին։ Եթե ինչ-որ խնդիր է սկսում, 4-5 տարի հետո։ Եթե իհարկե ճիշտ եք օգտագործել, հա, եթե դուք համը չեք հանել, ասենք դուք էլ կարող մեղավոր լինեք։ Ռեդուկտորի յուղը կարող փոխեք ամեն 48000 կիլոմետրը մեկ ոնց գործարանն է ասում, ու ռեդուկտորը վարի տակ 120,000 կիլոմետրից հետո օրինակի համար ոնց այդպես դեպքեր եղել են։ Պետք է փոխեք 20,000-ից։ Գործարանը խափում է ձեզ նագլիով։ Ինքը ուզում է որ իր ավտոն շուտ առնեք իրանից։ Չի ուզում որ ձեր ավտոն 10+ տարի քշեք։ Ինվերտորը որ չվառի տատանում հոսանքի ժամանակ, հանգիստ կարա մեկից մեկ վառի մեր Երևանյան տատանների ժամանակ, որ չվառի, ինչի փոխել է $3,000։ Պետք է լիսկավորիչ տեղամենա ժամանակ դնեք նաև տատանման ռելե դիֆերենցիալ ապահովիչ, մի խոսքով հնարավորինս պաշտպանեք ձեր մեքենան։ Եթե դա ամեն ինչ դուք ճիշտ եք արել, ռեդուկտորի յուղը ժամանակ եք փոխել ու գազավատ չեք անում, հա գազ տորմուզ, ինչը ռեդուկտորը հերելի անցում, հա, ուրեմն այդ ավտոն 10+ տարի պետք է առանց խնդիր քշեք։ Ինչ երաշխիք։
Ինչ սպասարկում, ինչ $5,000 ավել փող, ասենք ձեռ եք առնում դուք, ժողովուրդ ջան, ասենք։ Հələ որ ասենք բյուջետային ավտոին $20,000-ից ավտոին $5,000 ավել փող ուզես, ու ասենք ինչ որ մի հատ ինչը 3 տարի երաշխիք տաս, ու մշուշոտ ինչ որ երաշխիք, դա երաշխիքային սպասարկում։ Առանց ինչ որ կոնկրետացման։ Ես խնդրում եմ, մի թողեք ձեզ խափեն, լիքը մարդ ուզում ա ձեզ խափի։ Հա, մեկ էլ չասեմ, այն թաղանթապատման պահը ժողովուրդ ջան, որ ինչ որ ավտոնոմներ կնողներ կամ ասում են, դե մեր մոտ թաղանթապատումը արած ավտոն դրա համար է թանկ, ու թաղանթապատումը ձևերը հաշվում է 1,200,000, էդ է խափեություն ժողովուրդ ջան, որովհետև թե թաղանթապատումը արվում է Չինաստանում 300,000 դրամով։ Հաստե է 1,200,000, բայց դե ոչ մեկ չի անում։ Մարդիկ անում են Չինաստանում 300,000 դրամ տալով, բայց ձեզ ասում են 1,200,000 փող արժի Երևանում։ 4 անգամ ավել, հա, 4 անգամ ավել է Երևանում։ Բայց այդ թաղանթապատած ավտոները, որ ձեւերը ուզում են թանկ ծախեն, Չինաստանում 300,000 են տվել դրա համար։ $900։ Իմացեք, մի թողից ես խափեն։ Թաղանթապատած ավտոն դեռ չի նշանակում, որ այդ ավտոն պետք է աստղաբաշխական թիվ ինչ հատ թաղանթապատած է։ Ինչ հատ ասեմ 1,200,000 է։ Ինչ հատ երաշխիքային սպասարկում են տալի մարդիկ մինչև 3 տարի։ Ես ես խնդրում եմ, մի թողից ես խափեն, երեք դերգացված պաշտպանեք ձեր իրավունքները, շնորհակալություն։